Իրաց տիրոջ Տիրոջ ի՞նչն էր ուզում ասել։ Մարուկյանը կոչ է արել բոլոր պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Այ հիմա ընդդիմությունը վերջապես կարող է միավորվի։ Խմբով ծեծելու համար է 2 ամսով կալանավորվել։ Արախ են խմբով ծեծում, չեմ ճոգում։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու մարդես, ով չի դիտել մեր հատուկ ուղերձը, եւս մեկ անգամ ասեմ, որ այս կոլեկտիվը որոշում կայացրեց, որ օգոստոս ամսին ավանդական արձակուրդ չի գնալու, շարունակելու ենք։ Հենց այդպիսի հայրենանավեր, հայրենասեր, աշխատասեր մարդիկ ենք մենք Arm Comedy-ականներս, ում եթե ուզում եք, եթե զգում եք ներսում, որ չեք կարող չաջակցել, հապա աջակցեք արա, Patreon-ը, հեսա միանում եք ամիսը 3-ից 4.5, 10, ինչքան զնակ, հատկացնում եք մեզ, մենք էլ չենք մեռնում։ Իդեպ նույն աշխատասիրությամբ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը ավարտին է հասցնում Դավիթ անհատ 25 հասցեով շենքի կառուցապատումը։ Եկեք եւ տեր կանգնեք կոմերցիոն տարածքին ու ձեր աշխատասիրությունը այնտեղ արդեն ռեալիզացրեք, լինի դա ապտեկայի տեսքով, թե բանկի տեսքով, թե շինանյութի խանութ։ Հա, այդ փողոցը նաև շինանյութերի պես ոչ պաշտոնական փողոց է։ Մենք եկանք GTB, որովհետև մեզ պետք էր լավագույն մետաղը։ Մենք տեսանք ինչպես են ձուլվում տարածաշրջանի ամենահզոր ամրանները։ Միլիոնավոր փոքրիկ մետաղիկներ հավաքվում են մի տեղում, ներխուժում են ձուլարան եւ սիրո ջերմության մեջ ծնվում են մետաղի ձագերը։ Եվ մենք հասկացանք, որ ամենահզոր ձուլարանը հենց այստեղ է։ Ստացվեց ձեր մոտ։ Բնականաբար, ինչ որակի է։ Միջազգային ստանդարտներով։ Շնորհակալ եմ։ GTB Steel, որակը մեր առավելությունն է։ Էս ով էր որ։ Woman Tony Stark, հանճար, միլիարդատեր, playboy, ֆիլանտրոպ։ Դուք արդեն գիտեք, որ Solar Holding-ը կարող է իր արևային կայաններով ջերմացնել ձեր ու արևի հարաբերությունները։ Իսկ ինչքանով կմտածեք դուք։ Ընդամենը 2.290.000 դրամով։ Արդեն ունենք նաև շուկայում ամենաբարձրակարգ մասերը։ Solar Holding, դարձրու արևին ձեր տան աղախինը։ Եվ այսպես սկսենք կարևորից։ Առայժմ ոչ մի հոգևորական չի ընդունել վարչապետի թլպատման ստուգիչ հանձնաժողովին միանալու հրավերը։ Հա, բայց մյուս կողմից այդ հանձնաժողովը դժվար է ձևակերպի, որովհետև սրբազանա որ ձերբակալում են։ Միքայել Աչապահյանը քննչական կոմիտեում է arczepiskopos-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Դե արդեն ասել ենք, որ այս կոչերը նոր չեն, ուղղակի նոր են սկսել ոնց որ լուրջ վերաբերվել դրանց, բայց մի հատ նյուանս բաց ենք թողել։ Մոռացել ենք, որ հալածվելը շատ լավ բան է հավատացյալների համար, այսինքն իշխանությունը մեծ լավություն է անում հոգևորականներին, մասնավորապես սրբազաններին, հալածելով նրանց։ Մի հատ վերհիշենք, էլի ինչ էր ասել սրբազանը։ քանի անգամ ասի բացի բաց ռազմական հեղաշրջումը պիտի պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի։ Քոչարյանին եւ Սերժին։ Դե հիմա այն ժամանակ բոլորն էլ տենց էին մտածում, հետո ժամանակի ընթացքում շատերը փափկեցին։ Այսինքն կարծում ես կարող փոշմանած լինի հիմա այդ խոսքերի համար։ Ինձ թվում է հա։ Աչապահյանն իր խոսքերից չի հրաժարվել, ասել է, մեջբերում եմ, լավ եմ արել։ Կամ էլ չի փոշմանել։ Ջեվե, ածն հուսով եմ քրիստոնեաբար փորձեց ներխուժել վեհարան, ինչի արդյունքում կաշկշոց տեղի ունեցավ, ներվային պահեր լիքը տեղի ունեցան։ Ինչքան ներվային։ Շատ ներվային։ Չեմ մտու գարա։ Ստերե։ Իրաց տիրոջ
Տիրոջ։ Ներին ես նկարում, բանես գետե նկարին։ Լրագրողները հառամ արեցին նրանց տիրոջ շարունակությունը։ Տիրոջ ինչն էր ուզում ասել։ Դա ոչ մեկ չգիտի, հաճախ դա տիրոջ մերն է, բայց այս դեպքում կարող է մի գեղեցիկ բան լինել, բայց չթողեցին արա, ոնց չներվայնանաս։ Վերջը ԱԱԾ-ն բերման չենթարկեց։ Ինքնակամ կգնան քննչական կոմիտե։ Սպասան, որ ասացիք, ասացին ավ մարել նկատի ունեք այդ Մայից մինչև ֆակտ։ Հայտարարելով, որ ոտքով են գնալու Երևան, Միքայել Աջապայանը հոգևորականների ուղեկցությամբ սկսեց երթը։ Որոշ ժամանակ անց նստեց մեքենա։ Նստեց, գնաց ու բում, 2 ամսով կալանավորվեց։ Բայց կարևորը որ Փաշինյանը այս ողջ ընթացքում մի հատ կծողական կամ թարախ գրառումներից չարեց։ Հա, ամենազարմանալին էդ էր։ Բայց խոսքը գնում է Բենյամին Փաշինյանի մասին, մեծ Մանթաժ գյուղի 87-ամյա բնակչի, իսկ մեր Փաշինյանը արեց ու կես։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների, վախումներ չեն լինելու։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը, Մայրաթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Էհարանը հանձնելու է վեհի։ Ով այս ձենը կարդում։ Ինչ որ Փաշինյանի ներաշխարը վաբշե չճանաչող մարդ։ Մի հատ խնդրում եմ, էլի այն քո ձևերով, մի հատ իսպալնյատ։ Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը 1 կամ 2 ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու սրբազանը։ Բում! Այս է մեր իմացած Փաշինյանը։ Նրա մոտ իդեալական բալանսի մեջ է աշտի շատի ժողովի կանոնակարգը եւ պոշլի կատակները։ Լավ, կարող է սեքսի վրա չարժի էլ այդքան կենտրոնանալ։ Չարժի, կմտածեք դուք։ Կարծում եմ, որ արդար կլինի, որ կտրիչը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ սրբազանը իր կտրիչի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։ Մի այսքան է մնում, որ չսկսի մանրամասնել, թե ինչ այլընտրանքներ կան առանց կնոջ ապրելու, բայց աշտիշատի հանձնաժողովով ապրող մարդը այտենց պոշլի բան իհարկե չի ասի։ Լավ, всё, էլի արդեն sense բոլոր սահմանները անցնում ենք, հերիքա։ Կմտածեք դուք։ Սրբազան շարժման աջակից հոգևոր ծառայողը հանրահավաքների արանքում փողոցից զբոսաշրջիկ տղամարդկանց էր տանում հյուրանոց։ Հիմա մենք ում դեմ ենք պայքարում։ Եկեղեցու։ Ոչ, դուք ակնհայտորեն պայքարում եք հոմոսեքսուալիզմի դեմ, ինչը շատ հոմոֆոբ ու հակաեվրոպական է։ Իսկ սիրելի հոգևորական հոմոսեքսուալիստներ, եթե դուք կաք իհարկե, մի քանի օր կարելի է զսպել երևի, չէ՞, տուրիստներ։ Մի քիչ ավելի երկար զսպվածություն այս մա ենթադրում, երբ որ աշտիշատի կանոնակարգով դառնում ես հոգևորական։ Քիչ երկար։ Նիկոլ, կեղտոտ ձեռքերդ հերու սրբազան հոմոսեքսուալիստներից։ Իսկ Եվրոպա Քերի Եվրոպա։ Հա, այսինքն հակա Եվրոպան բան չունի ասելու, gay friendly աշխարհամաս, մի բան չունի ասելու։ Privacy, բան խախտում են։ Ես Հայաստանի վարչապետին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունն ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը։ Մակրոն, այսպես դուխ ես տալու, հետո մի օր շուռա գալու քո դեմ ասելու է գնա Բրիժիտ Հոպարին դոմփի։ Արա, вообще բավականին տարիքով է Բրիջիտ Մակրոնը։ Կամ ըստ երկիրը կրթող Աննա Հակոբյանի համարյա Մերելիս դաչի այդ սեքսիզմի, էյջիզմի մասին խիչ ենք խոսում։ Այսինքն ցանկացած տարիքով մարդ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր դե ասել, Մերելիս դաչի, հա, էլ ինչ Մերելիս դաչիներ կան մեր երկրում։ Բովանդակային քննարկում էլի, ասենք դու մեղադրում ես մարդուն, ուղակի տենց շատ ծեր լինելու Կրթվելը նորաձև է, եկեք սաղին կրթենք ու Մերելիս դաչի։ Մեկ էլ Դալայ Լաման է, Մերելիս դաչի։ Բանը Նելսոն Մանդելան է։ Նոամ Չոմսկին է, Մերելիս Պոլ Մակարտնին քո սիրած։ Մերելիս դաչի է, Ռինգոն էլ հետը, երկված դաչի։ Հա, բայց մենք դա չենք ասում։ Լա, նու ինչ որ պահի, այս անհավանական նույնիսկ Փաշինյանի նուրբ հոգին չդիմացավ։ Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայ հոյախոսությունները եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից
պարականոն բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ Վետոն խախտողը գլուխա։ Դե գուցե վերջին մասը մենք ենք ավելացրել, բայց մեկը Փաշինյան, վաու, Փաշինյան, վաու։ Պարականոն բառապաշարը ո՞րն է։ Պարականոն։ Ֆլեշն է։ Այդ երևի աշտիշատի հանձնաժողովից դուրս ցանկացած բառ պարականոնը։ Ուզգա որ հուլիսի 1-ից սահմանեց որ միջև 6 ժամանակ ունենար որ մեջից սախաներ ու 4 օր հələ ունենք ժողովուրդ նորմալ ստատուսներով 4 օր։ Իսկ այժմ վերադառնանք հեղաշրջման պլանի ամենաերազգոտ կտորին։ Պլանում կային անուններ նշվում էր, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հասնել հաշտության եւ միասնական աջակցություն ապահովել։ Նրանք կարծում են, որ կարող են բարիշացնել Սերժին եւ Քոչարյանին։ Իդեալիստներ են, էլի։ Նրանք դե չգիտեն, որ Սերժ Սարգսյանի լեքսիկոնում չկա գնում Քոչարյանի հետ բարիշում արտահայտությունը։ Այդ մեկը չկա։ Փոխարենը իհարկե կա չբռնեք Հովիկ Աբրահամյանին նշանակեն վարչապետ։ Այ դա իհարկե կա։ Կներեք, կան բաներ, որ ուղղակի չեմ կարող ներել Սերժին։ Իսկ այդ ընթացքում Էդմոն Մարուկյանը ընդդիմության առաջարկեց 4-րդ ճանապարհ։ Իդեպ լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն առաջարկել է Միքայել Աչապահյանին վարչապետի տեխնացու առաջադրել եւ խորհրդարանում վարչապետի ամստահության գործընթաց նախաձեռնել։ Մարուկյանը կոչ է արել բոլոր падգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Ահա, այ հիմա ընդդիմությունը վերջապես կարող է միավորվի։ Տեսնենք։ Նու իրականում շատ մոտ էին միավորվելուն, Էդմոնն էլ մեծահոգաբար վարչապետի պաշտոնը, որ գրպանում էր, տվեց, զիջեց Սրբազանին։ Հաշվի առնելով, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աչապահյանի համաձայնության պարագայում նրա տեխնացությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնել է, որ 28 падգամավոր ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Այո, այն դժվար միացող, դժվար կապրիզնի Հայաստան խմբակցությունը միացավ։ Հեսա պատիվ ունեմն էլ կմիանա ու նույնիսկ Ասլանյան Աղազարյան մասկ ճակատը խաղի մեջ է։ Հիմա կարևոր հարց, ով է քանդել փշրելու այս պոտենցիալ ընդդիմադիր կոնսոլիդացիան։ Աջապահյանի հայտարարություն։ Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշոշափել վարչապետի տեխնացուների շարքում։ Աստված պահապան Միքայել Աչապահյան։ Նա պատրաստ էր հեղաշրջման, ասում էր Սերժին եմ ասել Քոչարյանի հեղաշրջում ապետ, նա հանուն հայրենիքի փրկության պատրաստ էր իր կյանքը զոհել ամեն ինչի բացի իր վրա մի քիչ պատասխանատվություն վերցնելուց։ Այդ մեկին պատրաստ չէր։ Շատ հիասթափեցրեց Աջապահյանը Սերգեյին։ Չերեսչուր հիասթափված եմ։ Բայց ոչ այնքան ինչքան ազատության լրագրողը Նիկոլ Փաշինյանին կրթվել է նորաձևը արշավի ընթացքում։ Ինչպես են հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տվյալները հայտնվում Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, որոնցով վարչապետը կիսվում է Facebook-յան իր էջում։ Ազատություն ռադիոկայանը։ Կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում, պատասխանելով ազատության այս հարցին Փաշինյանը պարզաբանել էր, թե ԱԱԾ-ն իրեն ենթակա մարմին է եւ հետեւաբար ամեն օր այդ կառույցը զեկուցում է իրեն Հայաստանում օպերատիվ իրավիճակի մասին։ Չէ, ամեն ինչ որ զեկուցում է լավ անում, ուղղակի ոնց է ստացվում, որ քերակիններ, չգիտեմ ում դոմփել են, լավ sense զեկուցում են, իսկ որ ադրբեջանցիք մտնում են, ինչ որ վլոգեր են հրապարակում նկարում, ինչ որ թուրքեր գնում են ծիծեռնակաբերդ նկարվում են, այդ ոնց որ այդքան լավ չի զեկուցում։ Հա, էլի, դες լավ մոնիտորինգ է աշխատում, քերակիներին դες բոլոր խոշորացույցի տակ պահում են, հյուրանոցի կողքը ինչ որ տղամարդկանց հետ գնալ, ասենք մարդու սիրտը ուզեց, շոկ էր։ Ասենք, բաներ, դրա վրա ռեսուրսը չենք խնայում, այն մնացածի համար։ Լավ, Աշտիշատի ժողովը ինչ ասում ես մասով։ Այս մասով Աշտիշատի ժողովն ու Փաշինյանը շատ խիստ են։ Որ իրենք չեն ունենալու անձնական կյանք, չեն ունենալու, հասկանում եք, աբսուրդ է։ Բառակապակցությունը կաթողիկոսի անձնական կյանք, եթե մարդ ունի անձնական կյանք, ինքը չի կարող լինել ինքը ոչ թե չի կարող։ Ինքը ոչ թե չի կարող, ինքը կաթողիկոս չի, եթե ինքը ունի անձնական կյանք, ինքը կաթողիկոս չի։ Արա, ով վերակերում, Աստծո անունից խոսում, Աստված վերևից է երևի ժպիտով նայում ասում, արա ինչ եք ուզում, ինչի եկի իմ փոխարեն չես դու խորանում այս թեմայի մեջ։ Եթե շատ խորանայի, Միավորում ես մարդկանց զգացմունքները։ վստահ եմ, Աստված ինչ որ նշան կտար կամ կզանգեր։
Լավ չեմ վերցնի։ Լուրջ կարա չվերցնես, հա, ասենք։ Հա, մենք մեկը տենում է, հա, օքեյ, լավ։ Այ օքեյ, հասկացա, համահանում եմ, ներողություն։ Բայց մի հարց էլի, եթե կարելի է, վերջին հարցը։ Ամենայն հարգանքով, բայց Աստված ջան, համ դու, համ կաթողիկոսը մարդամի զավակ եք հետ գցել, բայց քեզ ոչ մեկ բան չի ասում, այն խեղճին։ Okay, ներողություն ասի։ Okay. All right. Դու դժոխք ես գնալու գիտես։ Ոչ, Աստված շատ լավ հումորի զգացում ունի։ Եթե ուզում եք որ գնա դժոխք պլյուս դրեք այս կոմենտների տակ։ Եթե ուզում եք Աստված ինձ էլ չզանգի, հա, ներքևը գրեք։ Եթե 100 ձայն հավաքենք, որ այս զանգել չգա, այն էլ չի գա։ Իսկ Աստված նաև խնդրեց, որ հաղորդումը ավարտենք Փաշինյանի վերջի գրառմամբ։ Բարի, ինչ որ բարի։ Բարի։ Սիրիր քո պետությունը ինչպես ինքդ քեզ։ Ուղիղ մեջ բերում աշտի շատի համաժողովից։ Դե եկեք սիրենք մեր պետությունը եւ միանանք այդ չքրֆելու հնգորյակին անմիջապես այս հաղորդումից հետո։ Մնացեք մեզ հետ, որովհետեւ երկրորդ մասում ինչ ունենք։ Երկրորդ մասում մեզ սպասում է հեցի դեմ պետականացման արշավը, մեզ սպասում է նոր ծեծ, նոր թաղապետարանում, հա, բռնվեք տեսեք որտեղ է եւ խառը թեմաներ։ Գնացինք։ Շատ հաճախ մենք ուզում ենք մեքենայով մտնել մայր բնության մեջ, բայց վախենում ենք, որ մեքենայի հետ միասին վարի գնանք։ JMC Grand Avenue Prom չի թողնի, որ դուք վարի գնաք, ոչ էլ մեքենայի մեջի նավարը։ Արտաճանապարհային լեռնային pick-up։ Վայելեք off-road-ը Grand Avenue Pro-ի հետ։ Vigus Touring Grand Avenue Caring Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գին է։ Համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue, Grand Avenue Plus, 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արա գաճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Դե ինչ, առաջարկում եմ մեր հաղորդման այս կիսագունդը սկսել մի դրական նորությունով։ Դրական ու մոտիվացնող ու հպարտություն առաջացնող։ Հպարտություն առաջացնող ու թունելի վերջում լույս հանդիսացող։ Երևանի մետրոյի Աչափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Պետական համալիր փորձաքննության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն է ստացել։ Զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ջան, առաջարկում եմ հանել սենատրը եւ նշել, որ մեր սրտի Աչափնյակի մետրոն Աչափնյակի մետրոն ինչ։ Նախագիծը ավարտված է։ Ու ինչ է դա նշանակում։ Ես էլ ասենք թե նախագիծ ունեմ, որ Բարսելոնայի Sagrada Familia-ի դիմաց մի խորովածանոց ու սաունա եմ բացում։ Էլ ինչ որ փուլ կա։ Հա, էլ ինչ որ փուլ կա։ Հաջորդիվ արդեն պետք է քննարկենք ֆինանսավորման հարցերը, բայց մեր հիմնական նպատակը ամենասեղմ ժամանակամիջոցում իրականացնել ծրագիրը, այսինքն շինարարությունը սկսել ինչքան հնարավոր է շուտ։ Նախագիծը ունենք, կարանք գնանք այս ճանապարհով, մյուս ճանապարհով, այն մյուս ճանապարհով, այս մի գործընկերոջ հետ, այն մյուս գործընկերոջ հետ, որ գործընկերոջ հետ ֆինանսական առումով ամենակարճը կտևի process-ները, այդ ճանապարհով պետք է գնանք։ Դե հավանաբար ֆինանսավորողները հերթ են կանգնել, քաղաքապետարանը ընտրում է ում թույլ տա, որի չռալով փողը ներդնի։ Այո, որովհետև արագությունը մեր քաղաքապետարանի համար ամենակարևոր գործոնն է։ Այն նույն քաղաքապետարանի, որ այն մի քանի 100 մետր Ծիծեռնակաբերդի խճուղու վրա արդեն 3 տարի չի կարում ավարտել։ Ու հիմա ասել է, ավարտել ենք, բայց
մեզ եւս 10 ամիս է պետք, որ ռեալ ավարտենք։ Նու, բայց պետք է Ավենյանին որտեղ տալիքնա տալ, էլի լուրջ դեմքով է կարողանում սա ասել։ Իսկ Նիկոլը երբ նշանակում էր նոր ԱԱՑ պետին, չկարողացավ զսպել ժպիտը այս բառերի վրա։ Պարոն Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 4.5 տարի եւ իմ վարչապետության օրոք ամենաերկար պաշտոնավարած տնօրենն է։ Այն նոր պահը, որ իրանել է բացում, որ շատ շուշուտ է փոխում ԱԱՑ պետերին։ 4.5 տարի Նիկոլի օրոք, դա վատ չի, դա շատ լավ արդյունք է, դաժան փոխհարգործ նախարար երեխեն երևի այդքան չի ծառայել հայրենիքին։ Եվ ով է մեր նոր ԱԱՑ պետը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աբազյանին նախորդ շրջանում Հայաստանի Հանրապետությանը բերած իր ծառայությունների համար։ Միևնույն ժամանակ նշելով, որ իքիվս այլոց ես նույնպես պատիվ եմ ունեցել պարոն Աբազյանի հետ կողքի ծառայելու մեր պետությանը։ Շնորհակալություն։ Okay, դե մաղթենք բարի ծառայություն ու սովորականից մի քիչ ավելի երկար էլի։ Իսկ այդ ընթացքում ազգային ժողովը սկսում է հետը պետականացնելու գործընթացը։ Ով չի հիշում, ասես լրիվ նորա միացել է Սամվելին, ասեմ, երբ Սամվել Կարապետյանը ասեց, որ եկեղեցու կողքին է, վդրուկ պարզվեց, որ շատ վատ է կառավարվել հետը այս ողջ տարիների ընթացքում ու ոնց որ որոշում կայացվեց, որ պետքա տալ կառավարում այս վերջին մի քանի տարի ամենատոպ մենեջերներին։ Մարդիկ, ովքեր հաջողությամբ խզարել են անիֆի ներդրումային ծրագրերը, խոստացել են 300 դպրոց ու երևի տվել են կամ տոպրակները սուպերմարկետից, որ վերացրեցին։ Հիմա նկատում եք, չէ՞, որ ոչ մի տոպրակ չկա սուպերմարկետում։ Պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի կար թիվ 1 հարկատուներ, իսկ անցած տարվա տվյալներով նույնիսկ 1000-ի խոշորների մեջ չի մտնում զուգադիպություն։ Թույլ գուշակեմ, կարող է ինչ-որ բայի պետականացրել են։ Մի այսքանը ընդամենը, այսքանն են։ Մոտ 7000 աշխատակից ունեցող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավարը չի ուզում ի պաշտպանություն բարիկադներ սարքել գոնե գլխավոր մասնաշենքի մոտ։ Ինքնապաշտպանական բարիկադներ։ Հա, այդպես բաց հոսանք։ Չէ, տոկի չի տալու հեծը, անգամ զենք զրահով ներխուժողներին։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, օրենքով են պայքարելու Հայաստանի իշխանության գրոհների դեմ, որ վարչապետի գլխավորությամբ են սկսվել։ Կատարվողի ֆոնին կանոններով մարտերը շատ ձանձրալի կլինեն, էլի։ Լավ, ոնց են հիմնավորելու ինձ հետաքրքիր է, մի կողմից ներդրումներ է պետք միջազգային ինչ-որ կազմակերպությունների, մյուս կողմից սենց բոլշևիկյան պետականացնելն է։ Հիմի ոնց տենց չի, եթե նախորոք օրենքը բռնես փոխես, իսկ հետո ասես օրենքով է արվում, մեռնեմ օրենքին։ մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալս կուղեմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ։ Նախագիծը շրջանառության մեջ է դրել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Դրանով փոփոխություն է առաջարկվում էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում։ Ախ, օրենք են փոխում։ Իսկ բոլշևիկները չէին ֆայմել փոխեն օրենքը, որ հետո իրանց վրա խոսակցություն չգնար հետմահու։ Քո կարծիքով բոլշևիկները այդքան դայոբ են, բոլշևիկներն բռնեցին ու ընդունեցին հողերը բերելու դեկրետ, ձեռնարկությունները բերելու դեկրետ, բանկերը ազգայնացնելու դեկրետ, ու հետո ասում են, նայեք, սա օրենքով է, սա տոշնի է։ Okay, մենք միշտ պատրաստ ենք լսել նաև երկրորդ կողմին։ Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանն ընդգծում է, նախագիծն իրավական առումով առավել քան հիմնավոր է։ Անգրագիտության մասին եկեք առնվազն այս պահին չարձագանքեմ, որտեղ ժամանակը ցույց կտա ով էր գրագետ եւ ով անգրագետ եւ հատկապես այդ կարևոր կառույցը կառավարելու ընթացքում եւ եթե մեր ժողովրդին օրինակ մեր բաժանորդներին հետի հարցնենք, այդ հարցի պատասխանը կարծում եմ շատ ակնհայտ կլինի եւ սպասելի է իհարկե ինչ վերաբերում է իրավական գործընթացներին Հայաստանը իրավական պետություն է եւ նրանք կարող են իհարկե իրենց բոլոր իրավունքները իրացնել բայց մենք հաստատակամ ենք մեր որոշումների մեջ եւ վստահ ենք որ հիմնավոր եւ ճիշտ որոշում են կայացնում Այն որ ազգային ժողովի մեծամասնությունը կողմ կքվյարկի որովհետեւ դե իրանք էլ են կպից вообще ոչ ոք չի կասկածում նույնիսկ այս հաղորդումը նկարելու պայն երևի արդեն քվյարկել պրծել են
բայց մի տեսակ անարդար չի, ոնց որ մոնոպոլիա խաղալու ընթացքում ասես, հա, ու մեկ էլ ես կարամ երբ ուզեմ հյուրանոցներ շարեմ կամ այն էլեկտրացանցի քարտում անգել, էդի արագ տվեք ինձ, որտեղ որ ենք հա։ Հիմա այն ջրմուղը Վիոլ, արա ով է հորինել այդ անունը, վիոլա դնենք պրսնենք, վիոլյան խույվորած հետևում է այս ամեն ինչին ու մտածում է, մի վարքան ամբողջ աշխարհում այս հեծերի կառավարումը ո՞նց է տեղի ունենում։ Հա, вообще ո՞նց է։ Պետությունը լավ կառավարիչ չի։ Աշխարհում 200 երկրից 2 երկիր են ընդամենը ազգայնացրել էլեկտրական ցանցերը։ Ոնց որ ուզում ենք աշխարհին պարգևել երրորդը, երեք ավելի լավ թիվ է։ Այս չի լինի, մենք պայմանավորենք, որ մի 50 տարի ոչ մի ոլորտում լավ կամ վատ չենք փորձում առաջինը ելնել, էլի դից մեջտեղոտ ապրենք մի 50 տարի հանգիստ։ Տենց շատ ձանձրալի է, մանավանդ հիմա, երբ Вообще-то ժողովուրդը ահագին դժգոհ է հեծի աշխատանքներից, հիմա իդեալական պահ է ստեղծվել։ Ու բոլորին վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Մեր ազգաբնակչությունը գիտի, Սակագինը վճարեց գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանք հանջատվեց մեղավորը հեծը։ Վարչապետն էլ այդպես գիտի կամ ուզում է այդպես ներկայացնել։ Կոմպլեքս մոլի պաշտոնական բացմանը մասնակցելով Facebook-ում մի բողոք էր գրել Փաշինյանը, թե հեծն այնքան վատ է աշխատում, որ մոլը հոսանքազրկվել է անգամ բացման օրը, թեև հեծի չէ, բեցի բարձրավորտ էլեկտրական ցանցի խնդիրներ դա։ Ну, вообще հեծ ջան, այս ամեն ինչի ֆոնին լավ կներ գոնե հիմա տենց անջատումներ չանեիք, էլի։ Բայց դա հեծը չէր, դա բեցն էր։ Բեցը ով է։ Բեցը ինքը նայ։ Ինքը հեծը չէ, ոչ մի հեծը չի։ Հայաստանում հոսանքը կարող է անջատվել կամ արտադրողի, կամ տեղափոխողի, կամ էլ բաշխողի պատճառով։ Հեծը միայն բաշխման ֆունկցիա ունի։ 4-րդ օրը անցել է։ Բեցից ոչ մի լուր։ Բեցելն եմ արա։ Բա տեսնում ես։ Բա բեցը խի չեմ պետականացնում։ Եթե խելոք չմնա իրանցը կպետականացնեն։ Տեցը հիմա ինչ անում։ Տեցը դագդիգաբար լռում է։ Խելոք տեցն է։ Հսկա այս պաստառի մի մասն արդեն քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են եւ շարունակում են աշխատանքները։ Պաստառը փակցված է հենց Տաշիր առևտրի կենտրոնի դիմաց այն 3 հարկ բարձրություն ունի։ Տաշիր առևտրի կենտրոնի ներկայացուցիչների հետ ենք քիչ առաջ խոսում, նրանք քաղաքապետարանի որոշումը ապօրինի են համարում, իսկ քաղաքապետարանը պնդում է, որ սա գովազդ է։ Ու եթե սա գովազդ է, ինչա գովազդում ես գովազդը։ Դերևի քաղաքական է։ Հա, բայց ինքը կուսակցություն չունի, որ քաղաքական է։ Ну ընդհանուր դիզայնի հետ չէր բռնում։ Թամանյանը տենց չէր նախատեսել Երևանի այդ մասը։ Վերջերս նույն բանը Հյուսիսայինի վրա եղավ, որը իդեպ Թամանյանը նախագծել էր։ Ներքին կարգով զանգել, հորդորել են իբրև դա ներկայացնելով որպես լավություն։ Գործարարի պաշտպանական թիմը արդեն 2 օր է իբր լավություն զանգեր է ստանում։ Ներքին կարգով զանգողներն ասում են, ապամոնտաժեք Ազատություն Սամվել Կարապետյանին պահանջով պաստառները, թե չէ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կգան դրանց հետևից, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում։ Եկել ու չեն բավարարվել իրազեկման ակցիան արգելելու ձգտումներով։ Կացնային մոտեցմամբ են իրենց գործնարել, որ Ազատություն Սամվել Կարապետյանին պահանջը պողոտայում էլ որևէ կերպ չերևա, հավաքել տարել են LED էկրանները։ Այս նույն տեղը ժամանակին Ավինյանի գովազդը չէր։ Հա, բայց դա լրիվոք էր։ Տիգրան Ավինյանի պատկերով բաներ, գովազդային վահանակներ տեղադրված։ Այդ ժամանակ խնդիր չեք տեսնում։ Ինչպես է ստացվում, որ նույն LED էկրանը օրինական է, երբ քաղաքապետի լուսանկարն է ցույց տալիս, բայց անօրինական է, երբ Սամվել Կարապետյանի լուսանկարով է։ Շարունակում է հարցնել գործարարի պաշտպանական թիմը։ Լավ, այլ լուրեր։ Արդեն երկրորդ թաղապետն է հեռանում պաշտոնից ըստ օդում կախված լուրերի ծեծի պատճառով։ Ծեծ նարեկ, ծեծը նոր-նորքում չէր մենակ նարեկ։ Նոր-նորքում էլ էր ծեծ, բայց մենակ նոր-նորքը չի կրվարար վարչական շրջան։ Շենգավիթի նախկին թաղապետ ՔՊԱ-ական Ռազմիկ Մկրտչյանը սեփական դիմումով աշխատանքից ազատվելուց 4 օր անց կալանավորվել է։ Քննչական կոմիտեն միայն գրավոր հարցմամբ հաստատեց կալանքի լուրը։ Կառույցից սակայն ոչ հերքում, ոչ էլ հաստատում են մամուլում շրջանառվող լուրերը, թե Մկրտչյանը իշխող կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին խմբով ծեծելու համար է 2 ամսով կալանավորվել։ Արա խիեն խմբով ծեծում, չեմ ճոգում, ձերը երրորդ մասն է, ձեր
Նազինը ինչ եղավ կամ այդ ծեծվողը ինչա բուչա էր այցելել ինչ էր արել։ Естественно, եթե բուչա գնացած չլներ, հենց այնց ինքը բուչա չի գնացել իրան ծեծել։ Եկան ծեծեցին, հա։ Արա մենք 20 մինուտ Եվրոպա ենք մտնում, ոնց կարա sense բան մեր մոտ լինի։ Եվրոպական միությանը անդամակցության համար գործնական քայլեր եւ հստակ քաղաքականություն է անհրաժեշտ։ Այս պահանջով հանուն հանրապետության կուսակցությունը արտահերտ ասուլիս էր հրավիրել։ Այսօրվա ասուլիսի առիթը իհարկե Տիկին Կայա Կալլասի այցն էր Երևան։ Ձեր 7 հոգանոց ասուլիս / ցույցը շաքարով կտրեմ։ Ասում են Շենգավիթի թաղապետը խմբակային մարդ է տպել, ընդ որում իրանց թիմից։ Ինձ թվում է, եթե ես ըլնեի Տիկին Կալասը, ես կասեի մի հատ ձեր այդ մոմենտները տեղը գցեք, նոր եկեք մեր մոտ Եվրոպա։ Բայց Հայաստանը չի կարող սпасել Բաբաջանյանի եւ այն 6 ճուվակների կոչը, հուշկու կոչը Եվրոպան պիտի լսի։ Անպայման։ Բայց միած սկզբից այդ խմբակայինը ծպխոցին հասկանանք նոր։ Լավ։ Տիգրան Մակարյանը Շենգավիթի թաղապետարանի քաղաքաշինության բաժնում է աշխատել։ Ըստ հրապարակորաթերթի կոնֆլիկտը սկսվել է, երբ Մակարյանը հրաժարվել է թաղապետի հանձնարարած շինությունը քանդել, նշելով, թե սեփականատերն իր հարևանն է, ինչից հետո դիմում է գրել ու հեռացել։ Իսկ թաղապետը ըստ թերթի սկսել է խոչընդոտել Մակարյանի կազմակերպած կուսակցական հավաքները։ Ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ Մակարյանը Մկրտչյանի մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն խոսքեր է հնչեցրել նրա հասցեին, ինչից հետո վերջինիս խնդրանքով այդ մտերիմը Մակարյանին իր տուն է հրավիրել, որտեղ էլ ծեծել են նրան։ Այս կիսաբաց լուսամուտներից մազապուրծ եղած պատմությունը վստահ եմ չի օգնելու, որ մենք Եվրամիության անդամ դառնանք։ Գիտես, ոչ մեկ իդեալական չի։ Եվրոպան թող մեզ սիրինենց ոնց մենք կանք։ Վատը վարչական շրջանի բանը կարա արմունգով, մի քիչ գրեհիկ, բայց նաև առաքելական առաջնորդով, մեծ սրտով։ Հայաստանը պիտի բացվի եվրոպական շուկայի համար։ Հայաստանի համար հասանելի պիտի լինի եվրոպական շուկան եւ սա պիտի լրջորեն այս ուղղությամբ աշխատանք տարվի, որպեսզի մենք սկսենք ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատանքներ եւ կախված չմնանք ռուսական շուկայի եւ ռուսական քմահաճույքներին։ Այս պահինսկի Վրաստանի քմահաճույքներին չենք համապատասխանում, որ մնաց ԵՄ ստանդարտներին։ Իսկ Վրաստանը ոչ ԵՄ-ի անդամ է, ոչ էլ ոնց որ երբևէ դառնալու է թե sense գնա։ Իսկ եթե վերադառնանք այն պատմությանը, եվրոպական ինչպիսի ստանդարտներով հանգուցալուծվեց Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի պատմությունը։ Հա։ Դեպքից հետո Մակարյանի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանություն է հերթապահել նրա տան մոտ, որովհետև թաղապետն ասել է այսքանով չի ավարտելու։ Միջադեպ նստորաթերթի աղբյուրների քննարկվել է կուսակցությունում նախկին թաղապետն էլ կալանավորվել է վարչապետի ցուցումով։ Այ Եվրոպայում Տոշնի sense ամեն ինչ։ Ես զարմանում եմ, որ միջև հիմա մեզ չեն մցրել Եվրամիություն։ Մնացեք մեզ հետ։ Մեր գործընկեր Promote Armenian եւ Spin Ideas Agency-ն արդեն հանդես են գալիս նոր պրոդուկտով էքսպոների համար, որը կոչվում է Expocraft։ Դե արդեն գիտեք, որ Promote Armenian սկզբից նախագծում է ձեր տաղավարը, հետո գալիս է հավաքում, հետո ցուցահանդեսը վերջանում է, էլի այդ սա հետը հավաքում տանում է ձեր քերակնոջ պատվալում տեղադրում է։ Իսկ այդ ընթացքում Spin Ideas Agency-ն իր վրա է վերցնում տաղավարի մարքեթինգային սպասարկումը եւ հյուրերի սպասարկման ամբողջ process-ը։ Մի խոսքով, եւ հաճախորդներն են գոհ, եւ դուք եք երջանիկ։ Այսքան էր այսօրվա Uncomedy-ն։ Վերջում դիտեցեք օրվա վիդեոբոցը։ Այսօր նաև Հայաստան խմբակցության Սերան Օհանյանի ծննդյան օրն է եւ պարոն Օհանյանին նույնպես շնորհավորում ենք, չնայած ինքը դահլիճում չի եւ ես գիտեմ ինձ տեղեկությունները արդեն որորդ անգամ տրամադրում, որ առողջական խնդրի պատճառով, բայց միևնույն ժամանակ առիթ օգտագործելով ուզում եմ տեղեկացնեմ, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով ես չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարեմ։ Չգիտեմ դու Candice Owens-ի շուրջ կատարվողին հետևում ես թե չէ։ Տրամպն է զանգել։ Այն որ ասել է Մակրոնի կինը տղամարդ է, այդ Candy Owens-ը։ Հետա։ Հիմա Մակրոնը գնացել է Սպիտակ տուն։ Անիպել է Տրամպին ու խնդրել է, որ խանգարում է էլի այդ բանը հետախուզությունը։ Բանը, հա։ Հա, ասել է կլինի էդի տես չանեք, ու вообще Ուկրաինայի խաղաղության process-ին էլ է խանգարում։ Հիմա Տրամպը անձամբ զանգել է լրագրողին, խնդրում է այդ իր ոդկասթը
մի որոշ ժամանակ չանել, որ կարողանան Ուկրաինայում խաղաղության հասնեն, աննորմալ չի, որ սա Ուկրաինայի խաղաղության ինչ-որ պոդկաստ է խանգարում։ Դա ես վստահ եմ, հիմա նայողների մեծ մասը վստահ է, որ տուֆտում ես։ Տուֆտում ես։ Ես էլ էի ժամանակին այդ կարծիքի, բայց էդի լուրերում քո ասածը կա։ Դե չի կարա Ամերիկայում լրագրողը ասի ինձ զանգել է ԱՄՆ նախագահը ու երկու հատ թափեր սպիտակ տնից ու հետո պարզի որ դա լրիվ սուտ է։ Էդի եզության գագաթնակետը կնի, որը այսպես մի րոպեում է պարզվում։ Երբ աստեն շատ մոտ ենք Ուկրաինայի պատերազմի ավարտին։ Եթե պոդքասթը հանեն։ Եթե աջակցեք Arm Comedy-ին, միանաք մեր Patreon-ին, ապա հանգիստ կարող եք մոտենալ մեզ փողոցում եւ ցանկացած հարց տալ։